Ուրեմն օրենքով սահմանած կարգով մինչև մրցույթ չհայտարարվի, մինչև թերթի հայտարարություն չեղնի, մինչև տարածքը չչափագրվի, համայնքի անունով վկայական պիտի հանվի, որ իրավունք ունենան մրցույթ հայտարարեն, չէ՞։ Դա խլելու տարբերակ չկա։ Տվյալ անձը Ռաֆիկ Պետրոսյանը թիմում է ներկայացրել, մրցույթ է հայտարարվել, մասնակցել է մրցույթին, կոնկրետ ինքն է շահել վարձակալ են այդ տարածքը։ Խլելու տարբերակ չկա, հնարավոր չէ խլել։ Այդ դեպքում գյուղացիները խոսում են նաև ստորագրահավաքի մասին, որոնք պիտի ներկայացվի Նիկոլ Փաշինյանին, այս մասով ինչ կասեք, տեղյակ եք այդ ստորագրություններից։ Ես կոնկրետ Նիկոլ Փաշինյանին պիտի ներկայացվի։ Համենայն դեպս կառավարություն։ Ես այդ ստորագրահավաքից ներկայային տեղյակ չեմ։ Իսկ այդ արոտավայրերը նախկինում ում են պատկանել։ Նախկինում պատկանել են Տուֆաշեն համայնքին, խոշորացումից հետո պատկանում է Արթիկ համայնքին։ Վարչական տարածքը պատկանում է Տուֆաշենի կոնկրետ Տուֆաշենի վարչական տարածքը ու մնացած բոլոր խոշորացված գյուղերի ընդհանուր մի համայնք է, պատկանում է համայնքին։ Արթիկ համայնքին խոշորացված։ Գյուղացիները նաև ասում են, որ Ռաֆիկ Պետրոսյանը իշխանության ներկայացուցիչների հետ սերտ կապերի մեջ է, դրա համար իրեն արտոնյալ պայմաններ են տվել, իրեն արտոնություններ են սահմանված։ Ես կոնկրետ չգիտեմ Ռաֆիկ Պետրոսյանը իշխանավորների հետ մոդիկ է, մոդիկ չէ, այդ ինֆորմացիան ես չունիմ։ Մեր գյուղի մասով էլ կարամ ասեմ, որ Ռաֆիկ Պետրոսյանը ոչ մի արտոնություն չունի։ Ձեր գյուղից է Ռաֆիկ Պետրոսյանը։ Նոր կյանք համայնքի, Նոր կյանք բնակավայրից է։ Ասում են գյուղացիները ասում են, որ պետք է այստեղ այդ արոտավայրերի տարածքում ինչ-որ ուսումնասիրություններ կատարվեն, այլ նպատակի են ծառայելու այդ արոտավայրերը, ունեք դուք այդպիսի տեղեկություն։ Կոնկրետ տվյալ արոտավայրը, որը վարձակալել է Ռաֆիկ Պետրոսյանը, չէ, ես իշխանով, ես իմ հավաստի տվյալներով տղեն է, Տիգրան Պետրոսյանն է, ոնց որ թե նախաձեռնող կողմը ու պայմանագիրն էլ արոտի Տիգրան Պետրոսյանի անունով է, վկայական պայմանագիրը որպես վարձակալ Տիգրան Պետրոսյանն է։ Դիմել է ուսումնասիրությունը բանի հետ կապված է, ընդերքի ուսումնասիրություն, մեկ անգամ մեր մոտը Տուֆաշենի վարչական կենտրոնում հանրային լսում է տեղի ունեցել, բնակիչները դեմ են եղել։ Այդ արդեն բնակիչների օրինական պահանջն է կամ Տուֆաշենի բնակիչը դեմ է, որ իրավունքը ունի դեմ եղնելու կամ կողմ եղնելու։ Չէ՞։ Պարոն Եգորյան, տեսեք, ձեր համայնքի, ձեր գյուղի բնակիչները արոտավայրերից փաստացի զրկվում են, Նոր կյանքի բնակիչը այստեղ արոտավայր է վարձակալությամբ կամ ինչպես կուզեք անունը տվեք, ձեռք է բերում այդ արոտավայրերը։ Ինչպես է սա ստացվում։ Ձեր բնակիչներից չեն դիմել այդ վարձակալական այդ հայտարարությունը։ Բնակիչներից դիմել են, ուրեմն տվյալ արոտները, որոնք որ այսօր համայնքի սեփականություն է հանդիսանում, նախ պիտի չափագրվի համայնքի անունով, ակին պրոցես է էլի, պիտի չափագրվի համայնքի անունով վկայական հանվի, կոնկրետ Արթիկ համայնքի անունով վկայական հանելու դեպքում, որ իրավունք կունենան մրցույթ հայտարարեն ու հաստատ 100% գյուղի բնակիչները տեղյակ կյանին, տվյալ թիմում տվողը, առաջ նաև տեղյակ կյանին, մրցույթի օրը եթե որոշվավ, բնակիչները տեղյակ կյանին անպայման պիտի մասնակցեն։ Բայց դուք նոր ասում եք մրցույթը եղել է եւ այդ մրցույթում հաղթել է Ռաֆիկ Չէ, ես մնացած արոտների մասին եմ խոսում։ Մնացած արոտների մասին է խոսքը։ Այն ժամանակ, որ Ռաֆիկ Պետրոսյանը դիմել է, Տուֆաշենից ոչ մի դիմումատու չի եղել։
Պարոն Եգորյան, ինչպես եք մեկնաբանում մամուլում տարածված տեղեկությունը, որ տուֆաշենցիները դժգոհում են, որ իրենց արոտավայրերը արդիք խոշորացված համայնքի ղեկավարի միջնորդությամբ այսպես խլվում են իրենց ձեռքից, գյուղացիները անուններ են մատնանշում, մասնավորապես Ռաֆիկ Պետրոսյան անձի անունն են մատնանշում, ինչ է կատարվում։ Ձեր հարցին պատասխանեմ հետևյալ կերպ, խոշորացումից հետո մինչև այսօր ոչ մի տարածք չի խլվել, ոչ մի արոտավայր չի խլվել արդիք համայնքի ղեկավարի կողմից, իսկ ինչ մնում է Ռաֆիկ Պետրոսյանի հարցով, Ռաֆիկ Պետրոսյանը դիմել է օրինական կարգով, դիմում է ներկայացրել համայնքապետարան, ընդամենը արոտ է վարձակալել Տուֆաշեն գյուղում օրենքով սահմանված կարգով, այսինքն արոտները տալիս են վարձակալության մրցույթով, ըմբես չէ որ դիք կողդուց է կամ խլելով է, մրցույթ է հայտարարվում, հաղթողը հաղթում։ Այսինքն դուք հերքում եք, որ այդտեղ որևէ սխալ բան է եղել, կեղծիք է եղել։ Այո, ես հերքում եմ։ Նաև գյուղացիները Հերքում եմ, կներեք, հերքում եմ այն պատճառով, որ պարտադիր մրցույթով է վարձակալության տրվում։ Կապ չունի արոտ է, համայնքի սեփականության վարելահող է կամ այլ կարգի հող է, պարտադիր մրցույթ է եղնում։